Ղուկասյան, շաբաթ օրը իշխանությունը գալա միջոցառում անցկացրեց Գյումրիում եւ այդ միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ եւ այդ ելույթը ամբողջովին նվիրված էր կրկին նախկիններ, ներկաներ, թալանածը հետ բերելու հետ կապված եւ այնտեղ նա ասում է, որ այս ընթացքում առնետները նկուղներից դուրս են եկել, մեր խնդիրն է այդ առնետներին վերադարձնել այնտեղ, հատիկ առ հատիկ վերադարձնել բոլոր թալանածը, որը նաև եղել է Գյումրիում, ու այս տրամաբանությամբ դուք շուտով նաև քարոզարշավի պետք է միանաք, քարոզարշավ անցկացնեք, իշխանությունը ձեր կարծիքով այս խոսույթով ինչ է փորձում անել եւ ումն է վերադարձնելու նկուղներ։ Ես պատասխանել էի իրեն, եթե նորից եք ուզում, որ պատասխանեմ, ես պատրաստ եմ պատասխանելու։ Ճիշտ ասած, մեր կյանքը ընդհանրապես նկուղներում չի եղել։ Մեր կյանքը միշտ ժողովրդի մեջ եղել եւ ես ապտակով սնված տղա եմ, եւ հավանական է մարդիկ իրանց ապրած կյանքն են ուզում գցել մեկ ուրիշի վրա։ Եվ դրա համար իրանց մոտ իհարկե չի ստացվում, որովհետև բոլորը գիտեն մենք նկուղներում ենք ապրել, թե փողոցն ենք ապրել, թե ասենք քաղաքի մեջ ենք ապրել, ինչքան հարկանք ենք ունեցել եւ դպրոցում եւ մանկապարտեզում, մի խոսքով։ Բայց մի շատ կարևոր բան եմ ուզում ասել, որ ինքը գիտենա։ Օրինակ, ասեմ ձեզ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ես գիտեք իր հետ հաշտում եմ իրան, բայց մենք իրար հետ մոտ չենք, իրար չենք տեսնում, բան չենք անում, իմ խոսքերս խաչն ու ավետարանը վկա։ Այդպես եմ ասում, որ հիմա չնայած որովհետև այնքան են խապել, որ մարդիկ չգիտեն ում հավատան, ում չհավատան, ես եկեղեցի կառուցող մարդ եմ եւ ասում եմ խաչն ու ավետարանը վկա։ Ուրեմն, բայց տեղական ինքնակառավարման ընտրության ժամանակահատվածում Ռոբերտ Քոչարյանը ասում էր. Ինձ համար շատ կարևոր է, թե ժողովուրդը ում կընտրի։ Թող իր միջի ամենաարժանիին ինքը ընտրի։ Որբիսի չասեն դե ես խառնվել եմ իրենց ընտրություններին կամ ինչ-որ մի բան, որովհետև դա ինձ համար շատ կարևոր է։ Որովհետև հետո ժողովուրդը պիտի պահանջի այդ ընտրվող մարդուց իր հետական, իր ապրելակերպը։ Եվ ուզե թե չուզե այդ ընտրվողը պիտի պետության հետ աշխատի, ուզե թե չուզե։ Ինչքան էլ բան լինի, պետք է աշխատի։ Իսկ դա ինձ համար շատ կարևոր է։ Եվ գիտեք, ամբողջ աշխարհում դա շատ կարևոր բան է, երբ որ ընտրությունը թափանցիկ եւ արտար է լինում։ Երբ որ վարչապետը պատկերացրեք այսօր եկել է ու ռեպրեսիա է անում ընտրվող մարդկանց նկատմամբ եւ իր տեխնազոին առել է կողքը եւ չգիտեմ գովաբանում է եւ չգիտեմ ինչ է անում, այսինքն դա նշանակում է ու ինքը խոսում է թափանցիկությունից։ Հետո 96 թվականին, երբ որ իր քաղաքական հայր հանդիսացող Լևոն Տեր-Պետրոսյանը ես առաջադրել էի իմ տեխնազությունս 96 թվականին, ես 35 տարեկան էի եւ հաղթեցի ամբողջ պետական կառույցներին։ Լևոն Տեր-Պետրոսյան, ուրեմն Վազգեն Սարգսյան, Վանո Սիրատեղյան եւ հետո իրենք այստեղի շատ պետական կառույցների հետ հիմա մարդիկ կան լսում են, այդ արգղները վերցրեցին ու իրենցը բերեցին, դրեցին, չթողեցին, որ ես անցնեի, որ սրանք հիմա այդ թափանցիկությունից են խոսում, այս կարող եմ բարձրաձայն ասել, որ իրենց ճիշտ չեն պահել այն ընտրությունների ժամանակ եւ սարսափելի կեղծիքներ են արել, սարսափելի։ Իսկ տեղական ինքնակառավարման ժամանակահատվածում Քոչարյանը Ռոբերտի այդպեսի բան չի եղել։ Այս բարձրաձայն ասում եմ, եթե որևիցե մեկը, ու եթե որևիցե մեկ մարդ կա, ասի թե ես իմ ընտրությունների ժամանակ փող եմ բաժանել կամ ինչ որ կեղծիք եմ արել, ուրեմն այո, ոչը ոչ։ Հիմա կտեսնենք, հիմա էլ խոմ քաղաքապետ չեմ ես, հիմա կտեսնենք ժողովուրդը իմ հետևից գնում է, թե չի գնում։ Արդյունքները կերևա եւ դրանից հետո շատ մարդիկ, որ ուզում են իրենց չկայացած լինելը վերագրել նրան, թե ընտրությունները մեր օրոք կեղծվել է, իրանք իրենց շապիկը կպատրեն, մոտ օրերս մի քիչ համբերեն, կտեսնեն թե իրանք ինչքան ձայն հավաքեն, իրանք հաշկանքը ինչքան է ժողովրդի մեջ, այդ շինծու սարկած ամեն ինչը, այդ կեղծիքները, որ մարդկանց խեղդելով, ես չգիտեմ ինչ անելով լցնում էին արգղները, վերջը մոտ օրերս այդ ամեն ինչը կերևա։ Հիմա ասում են մեղադրում են ձեզ, ասում են դուք եք այդ ձեր քաղաքապետ եղած ժամանակ
Գյումրիից թալանել եք, հիմա պիտի վերադարձնենք դա։ Ճիշտ ասած, ով որ ինձ ասում է Գյումրին ես թալալել եմ, նա սրպապիղծ է։ Ինքը իր սրբությունները պղձել է, եթե ինձ որևիցե մեկը այդպիսի բան է ասում, որովհետև ես ինչ որ աշխատել եմ իմ ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ոչ մի կառույց, Խորհրդային Միության ոչ մի կառույց այդպես մաքուր չի աշխատել, ոնց որ իմ կառույցն է աշխատել։ Ուրեմն ինձ չուզենալով, որ ես աշխատել եմ վերադաս կառույցները, ամեն 3 ամիսը մեկ իմ մոտ ստուգել են։ Եթե ինչ որ մինչև այսօր ստուգում են, գիտեք, մինչև այսօր ստուգում են։ Չկա մի թուղթ ու բան, որ հանգարցակի ստուգած չլինի։ Ու հետո այդ ամեն ինչի դադավորն էլ Աստված է։ Իրանք սովորել են ուղղակի այս սորոսականները սովորել են մի բան, այս եվրոպամետները իրենք դբրոց են անցել ու ասում են. Եթե ասենք Վարդան Մամիկոնյանին, Շարլ Անձնավուրին, Անդրանիկ Զորավարին, մի 50 անգամ, 100 անգամ ասում ես թալանել է, գող է եղել, չգիտեմ ինչ եղել, ժողովրդի մեջ կարծիք է փոխվում։ Հիմա սրանք ինչ ուզենան ասեն։ Այդ մեր ունեցվածքը, եթե այդ կան, որ թալանել ենք, բանկերի մեջ տակ ճռում ենք, այդ ուրա բա այդ փողերը։ Այդ ինչ ենք թալանե, այդտեղ ինչ եղե որ ինչ թալանե ենք, հասկանալի է, կամ ես ինձ ցույց թույլ կուտամ դենց բան անեմ։ Ես մի բան գիտեմ, Եփրեմի խորին ասուրին 30 տարվա ճգնավոր է։ Երբ որ անապատից գալիս է քաղաք, մի հատ անբարոյական աղջիկ Պադուանից ասում է. «Հայր Սուրբ, արի ինձ մոտ»։ Եկսե աղջիկ ջան, արի հրաբարակ։ Եկսե տեղ մարդիկ կտեսնին։ Ճգնավորն ասում է. «Այդտեղ էլ Աստված կտեսնի»։ Մարդիկ են զորեղ թե Աստված։ Երբ որ մարդը Աստվածավախ է լինում, երբ որ մի փաստաթուղթ պիտի ստորագրի ու մարդիկ պիտի չտեսնեն, քսե Աստված տեսավ, բայց Աստծուն ինչ պատասխան տա։ Այո, ես գտնում եմ, որ ղեկավարը պետք է իրոք Աստվածավախ լինի եւ Աստվածասեր լինի, որ ինքը իր դադավորը լինի, ինչ կան էլ ճարվիկ ավանտյուրիստ լինի, որ ստորագրի ու գրբանի, բայց գիտե որ Աստված տեսավ։ Այս է կարևորը, իմ դրանց բոլորի բացատրությունը դա է, մեկ էլ գիտեք որն է, այդ խոսածողների թալանած, չգիտեմ, այս քաղաքը հանցագործ, բան էս կոմենկոմ, Գյումրեցին այնպեսի բնավորություն։ Ասում են, եթե լավ քաղաքապետ եք եղել, ինչու են Գյումրու խնդիրներն այսքան շատ հիմա։ Ուրեմն դե ժամանակ լավ չի լուծվել։ Ներողություն ասեմ։ Ուրեմն քաղաքապետը տեղով ատոմային բոմբ լինի, Գյումրու խնդիրները չի կարող ինքը մեկից լուծել։ Այսօր Ֆրանսիան Փարիզը խնդիրներ ունի։ Գյումրին ես ինչից ինչ եմ սարքել, դա Աստված գիտե։ Ուրեմն 50 լուսակետը սարքել եմ 4500 լուսակետ։ Իմ օրոք 17000 բնակարան է կառուցվել։ 40000-ից ավելի տնագներ եմ հանել ես այս քաղաքից։ Մոռացել են, որ երբ որ հողարկավորում էին, մերելները մեքենայի վրայից ընկնում էին։ Մոռացել են, որ կենտրոնական փողոցներում մեքենաներ ընկնում էին, երեխեքը մեջը մահանում էին, խեղդում էին ջրերի բաներից, այդպես փոսեր էր առաջացել քաղաքում։ Ես այդպիսի քաղաք եմ ժառանգել։ Քաղաքապետարանը վարձակալությամբ եմ նստել։ Եկել եմ քաղաքապետարան, մի փաստաթուղթ չի եղել, որ գիտենամ քանի հարգատուկ է այս քաղաքում, գույկը հարգը ինչքան է, հողի հարգը ինչքան է։ Ես դրանք այդ բոլորը հադիկ փողոց հավաքել եմ, հսկայական բազա եմ տվել։ Մի հատ թակավորական պալատ եմ տվել։ Այս քաղաքը այսքան կառուցել եմ, երկրաշարժի այդ բանը անօտեվանների 90%-ի խնդիրները լուծել եմ 90%-ի, բոլոր քաղաքապետերը իրար հետ իմ կիսուչափ բնակարան չեն կառուցել։ Հետո այս մասնավորը, որ այսքան այս քաղաքում կառուցապատել է, որ եկել եմ ոչ մի գյումրեցի քաղաքում ներդրում չէին անում, մի ներդրում չէին անում այս քաղաքում։ Ասում է եկեք Ալեքսանդրովսկու վրայի շենքերը տամ ձեզի, հրապարակի վրա շենքերը տամ ձեզի, ոչ ոք ցանկություն չէին հայտնում, որովհետև այստեղ բիզնեսը չէր աշխատում։ Ես հասա նրան, որ այսօր հսկայական գումարներ արժի ամեն մի քառակուսի մետրը, դա այս տղայի շնորհիվ է։ Իսկ ինչ մնում է թափ տպուկների խոսակցությունները, դրանք միայն թափ տպուկներն են, եւ մի բան կարող եմ ասել, որ եթե ես այդպես աշխատեի, ուրեմն 5 անգամ քաղաքապետ չէի ընդրվի 60-ից 80% ձայների առավելությամբ, 2 անգամ պատգամավոր չէի լինի, հիմա էլ իմ ձայները կտեսնեք, ես ինչքան ձայն կունենամ այս քաղաքում։ Այդքան բան, այդ մնացած խոսակցությունները դրանք սորոսական, եվրոպական եւ մնացած անբարոնների խոսքերն է, որ ասենք ուզում են վարկապեկել, չգիտեն ինչ ծևի անեն, ինչ մի բան պետք է ասեն վերջը։ Այսօր Հիսուս Քրիստոսին հələ
պատկերացրեք աշխարհի ջրերն ու օվկիանոսները ստեղծողին, որ այսօր մինչև այսօր ջուրը խմում ենք մենք, ջուր է տվել մարդկանց, խաչի վրա ջուր ուզեց, քացախ տվեցին։ Էլ ուզում եք, որ ինձ համար լավ բան ասեն։ Երբ որ պատկերացրեք մեռելներին հարություն տվողը ու բարբարան ավազակ ասեցին, որին ազատենք, Քրիստոսին թե բարբարային մարդիկ ասեցին բարբարային ազատեք։ Երբ որ խաչ էին հանում ու պիտի կախաղան հանեին, այն մեկի, որը ձերքը բուժել էր, աչքերը բուժել էր, այդ ձերքը, որին բուժել էր, ասեց խաչի հանեք, ամենատանջալից մահով մահացրեք։ Մարդ արարածը այդպիսին է, ես ված չեմ զգում։ Եթե բոլորը ինձ համար լավն ասեն, ուրեմն ես աշխարհի ամենաաֆերիստ այլանդակ մարդը կլինեմ։ Ոնց կարան ինձ համար լավը բոլորն ասեն։ Ինձ համար թող արժանիներն ասեն։ ԿՊ-ն ձեզ ասում է, որ թույլ չենք տա կրիմինալը վերադառնա քաղաք։ Ուրեմն ԿՊ-ի պես ինչ չեմ ուզում իրանց մակարդակից իջնել, բառ չեմ, վատ բան չեմ ուզում ասել։ Ես մի բան կարող եմ ասել։ Հայրենիքը հանձնած թուրքերին այդ կառույցը, որը 12 քաղաք է հանձնել, 241 գյուղ է հանձնել, 388 եկեղեցի է հանձնել Թուրքին, 388 եկեղեցի, 60 հեկ է հանձնել, 60 հեկ պատկերացրեք։ Ես չգիտեմ 40 քանի գործարան է հանձնել Թուրքի, չէ, ներողություն ավելի շատ, 5000 հուշարձան է հանձնել Թուրքին, դրանք իրավունք ունեն խոսելու, ինչ կրիմինալի մասին է խոսքը, կրիմինալներ են իրանք, գողերնել են իրանք, ինչ կա իրանց տակն է, ես թակ մի բան եմ ասում, ես բարձրաձայն այն իշխանության ժամանակ էլ էի ասում, ամբողջ երկրի ունեցվածքը հանկերը, հələ որ խորանակ կտեսնեք մի քանի ընտանիքի է պատկանում, և բոլորը գրված է օֆշորներում, այս 7 տարի է նստած ես, դու չես կարող դրանք բերել բյուջեն 10 անգամ ավելացնել, այս ինչ լոլոներ ես կարտում, այն կարևոր գլուխը, որ սա հանրապետությունը սեփականաշնորհել են, դու ընկել ես դպրոցի դիրեկտորի ես բռնում, մանկապարտեզի վարիչի ես բռնում, բանկերի տակ կկած նստած ենք, հասկանալի է, մեզի ես, մեր անունն ես հանում, դու գելու գազանը, որոնք քեզի բերել են, մենք լավ գիտենք, հələ դրանց անունները տուր, հələ գնա այդ ունեցվածքը բեր դարձրա քաղաքի սեփականություն, գիտես էլ չեք կարող մեր բերանը բռնել, ես մենակ չեմ, շատ ենք, ճանաչում ենք, ով բերեց, ինչ եք ուզում, ուր եք գնում, ուր եք տանում երկիրը, միանշանակ թուրքական վիլայետ չեք կարող սարքել, միանշանակ չեք կարող, երբ որ 1920-ական թե 26 մինչև այդ թվականներին Կիլիկյան ֆրանսիացիները հանձնեցին թուրքերին ու փախան հայերին թողեցին եւ հայկական չարտը այնտեղ տեղ ունեցավ Եվրոպայի աչքի առջև 1974 թվականին թուրքը մտավ Հունաստան, Կիպրոս եւ մինչև այսօր այդ Եվրոպայի աչքի առջև մնացել է դուք չեք կարող այստեղից ռուսական դրոշը հանել եւ այդ 200-300 տարվա պատմությունը հանել այստեղից, որբիսի Թուրքին բերեք լծեք այստեղ, որովհետև ձեր արունը պիտի ստուգվի անպայման։ Միայն ու միայն ձեր արունները պիտի ստուգվի։ Ես ուրիշ բան չեմ պատկերացնում։ Ես ռուսամետ չեմ, լավ գիտեցեք։ Ես հայամետ եմ ու լավ հայամետ եմ, բայց երբ որ ես տեսնում եմ մեր ապական, մեր անվտանգությունը առաջինը պաշտպանում է ռուս ազգը, ես երբեք անաղուացքեր քրդի շունչ չեմ։ Այո, սխալներ ունեն, որովհետև դեմը ղեկավար չունենք, որ նստի դեմ տղաբարի։ Քոչարյանը, որ խոսում էր Պուտինի հետ, ոնց որ հավասար, հələ մի բան էլ Քոչարյանը, ոնց որ ավելի բարձր էր, քան Պուտինը։ Այդ ձևով էր պահում, այս ինչ ձևի եք ձեզ պահում, այս ինչ պահվածք է, այս ինչ վախվորիկ ձևով եք ձեզ պահում։ Չգիտեք հայոց պատմությունը ասում եք այդ տարածքները թուրքական էր, այո, մենք հետ ենք տալիս։ Դա հայկական բնորանն է, ինչ թուրքական տարածք։ Ընդամենը այդ ազգը 100 տարվա գոյություն ունի։ Դուք ես ինչեք եսքան վախեցած։ Ես ինչեք սպես գլխներ այդ կախեք կուրգուրի ձակ տառ է։ Ինչ վախենում, ինչից եք վախենում, ես ուղղակի դա չեմ հասկանում։ Մի խոսքով, ձեր ժամանակ դուք սպառվել եք, անելու բան չունեք, հեռեցեք, որովհետև Աստծո պատիժը ձեր գլխին կանգնած է։ Հավատացեք, ես հավատում եմ Աստված եւ գիտեմ, որ ժամանակը հասյալ է, հայոց ազգը պիտի տիրե իր հողերին, ժողովուրդ չվախենաք։ Իրոք մեր Տեր Աստված է,
Այս 320 միլիոնանոց թուրքա լեզու ազգի մեջ 3 միլիոնը, որ մնացել է, դա Աստված է մեզ պահել։ Եվ մեր Տերն Աստված է, դրախտը գտնվում է Հայաստանում, եւ գիտեցեք, որ անպայման հայերը տիրելու են իրանց հողերին։ Ինչ է կարծում, ինչու է Գյումրին իշխանության համար այդքան կարևոր։ Գյումրիից սկսեցին իրենց քայլերթը հեղափոխել։ Որովհետև սա հայրաքաղաքն է, հայոց բնորանն է, մեծերը ասում են, եթե ուզում եք մի երկրի ագունքներին ավելի մոտ ծանոթանալ, թե այդ ազգը իրենից ինչ է նշանակում, պետք է այցելեք երկրորդ քաղաքը։ Ոչ միայն հայոց ազգի, տարբեր ազգերի մեծեր ասել են։ Ֆրանսիացուն ճանաչելու համար պետք է գնալ Մարսել։ Վրացուն ճանաչելու համար պետք է գնալ Քուտայիսի։ Ռուսին ճանաչելու համար պետք է գնալ Պետերբուրգ։ Հային ճանաչելու համար պետք է գան Գյումրի։ Այո, Գյումրիից է ամեն ինչ սկսվել։ 18 թվականի հեղափոխությունն էլ է Գյումրիից սկսվել։ 774 թվականի արաբների դեմ կռիվներ է սկսվել Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ Գյումրի Կումայրի գյուղաքաղաքից են ժամանակ այդպես է ասում։ Այո, ամեն ինչի սկիզբը ես այդպես եմ հասկանում, որովհետև այստեղ հավատավոր ժողովուրդ է, եթե որևիցե մի քաղաքի ուզում ես բնութագրել, թե այդ քաղաքի ժողովուրդը ինչպիսին է, պետք է ասես, ժողովուրդը հավատքով են։ Եթե հավատքով են, ուրեմն կարելի է գնահատել այդ մարդկանց։ Եթե մարդը խիղճ չունի, հավատք չունի, անհավատ մարդը ում է պետք։ Սատանան անելու բան չունի, եթե մարդը հավատք չունի։ Հիմա պարտությունը Գյումրիում մեխանիկորեն բերելու է ամբողջ իշխանության տապալման Հայաստանում։ Այո, ես այդպես եմ գտնում եւ իրենք ավելի շատ են այդպես գտնում։ Այո, միանշանակ։ Այդպես էլ կլինի։ Պատրաստվեք։ Շնորհակալ եմ։ Առաջ Աստված։